Երբ զույգը դառնում է ծնող կամ ծնողներ, նրանց հարաբերությունները բավականին լուրջ փոփոխությունների է ենթարկվում, կախված նրանց դերերի փոփոխությունից, իրավիճակի փոփոխությունից, պատասխանատվության ավելացումից եւ պատասխանատվությունների փոփոխությունից եւ կախված նրանից թե որքանով են կարողանում այս երկու մարդը ստանձնել իրենց դերը կամ նոր դերը եւ զուգակցել դա որպես զույգ իրենց դերի հետ, կախված դրանից նրանք հաջողում են որպես ծնող կամ չեն հաջողում որպես ծնող։ Ես ուզում եմ, որ մենք այսօր խոսենք այս երկու դերերի հարաբերության մասին, ծնողի դերի եւ զույգի դերի կամ գործընկերոջ դերի մասին եւ մի քիչ խորացնենք այս թեման եւ փորձենք հասկանալ, թե ինչպես են փոխվում այս դերերը եւ ինչպիսի ազդեցություն է ունենում հարաբերության որակը ծնողավարման դերի վրա։ Որպեսզի մենք այս թեման մի փոքր բացենք, կուզենամ մի քանի օրինակ բերել։ Մենք հաճախ մեր այցելուների պատմություններում նման օրինակների ենք հանդիպում, երբ իրենք պատմում են իրենց մանկության տպավորություններից եւ հիշողություններից, որտեղ շատ վառ հիշողություններ են մնում իրենց ծնողների հարաբերությունների վերաբերյալ եւ իրենց ծնողների վերաբերմունքի վերաբերյալ իրար նկատմամբ, կամ երբ երեխաների ենք ընդունում եւ արդեն ներկայում տեսնում ենք, թե ծնողների հարաբերությունները, կոնֆլիկտները, իրար նկատմամբ վերաբերմունքը ինչպես է արտացոլվում երեխայի վարքի վրա, հուզական ոլորտի վրա, եւ շատ կարեւոր է, որ մենք ուսումնասիրենք հարաբերությունները նաեւ այս տեսանկյունից, թե ինչպես են հարաբերությունները անդրադառնում ծնողի դերի վրա եւ ինչպես են դրանք անդրադառնում երեխայի հոգեկան առանձնահատկությունների, երեխայի հոգեվիճակի, երեխայի անձի ձևավորման վրա ու նաև ինչպես են դրանք արդեն հասուն տարիքում անձի առանձնահատկություններում արտահայտվում։ Բնական է, որ զույգի մեջ գոյություն ունեցող կոնֆլիկտները ժամանակի ընթացքում ոչ միտեղ չեն ցնդում, չեն անհետանում եւ հատկապես այն կոնֆլիկտները, որոնք չեն լուծվել, այսինքն մարդիկ չեն եկել համաձայնության իրար հետ, ինչ որ համատեղ որոշման չեն եկել եւ կոնֆլիկտը մնացել է այդպես չլուծված, կամ օրինակ անհամաձայնությունը զույգի մեջ, կամ ծնողներից մեկի վիրավորանքը սակավ աջակցության վերաբերյալ, կամ հուզական կապի բացակայությունը զույգի մեջ, սրանք կարելի է ասել ուղիղ ձևով անդրադառնում են երեխայի անձի ձևավորման վրա։ Օրինակ այն դեպքերում, երբ կինը սակավ հուզական աջակցություն է ստանում իր ամուսնու կողմից երեխաների խնամքի հարցում կամ այլ հարցերում, հաճախ նման դեպքերում մայրը կարող է կիսվել իր երեխաներից որևէ մեկի հետ իր ապրումներով, մտքերով, առաջին հայացքից թվում է, թե բնական մի բան է, որ ծնողները իրենց երեխաների հետ անկեղծ զրույցներ ունենան, խոսեն իրենց զգացմունքների եւ ապրումների մասին, բայց այս իրավիճակը բավականին խոցելի եւ նուրբ եւ զգայուն իրավիճակ է, երբ ծնողը իր գործընկերն է սարքում իր երեխաներից որևէ մեկին իր ամուսնու կամ կնոջ դեմ։ Սա բավական լուրջ իրավիճակ է եւ չնայած նրան, որ առաջին հայացքից սա անարդար է ենթադրենք տվյալ ծնողի նկատմամբ, հա, ոնց որ երեխաները մենք պատկերացնում ենք, որ պիտի հեռու լինեն մի տեսակ զույգի հարաբերությունների այս խութերից, խնդիրներից, անհասկանալի բաներից, եւ թվում է, որ այն կողմը, որը որ կիսվում է, պատմում է եւ խոսում է այդ անարդարությունների կամ իր վիրավորանքի մասին, ուղղակի կիսվում է իր երեխայի հետ, բայց այս իրավիճակը առաջին հերթին շատ վնասում է երեխային, որովհետեւ
երեխան չի կարող այդ դիրքերից նայել իր ծնողին։ Ենթադրենք իր հորը դիտարկել որպես վատ ամուսին, վատ տղամարդ կամ հակառակը, հա, իր մորը դիտարկել որպես վատ կին, անկարող կին ինչ որ հարցերում եւ իրավիճակներում, բայց մենք հաճախ այսպիսի օրինակներ ենք տեսնում, երբ նաեւ հայրերը կարող են իրենց որդիների հետ շատ բաց քննարկել տարբեր հարցեր, նույնիսկ իրենց անձնական հարաբերությունների մասին, եւ առաջին հայացքից երեխաները սովորաբար այս ամենը հեշտությամբ ընդունում են, կախված իրենց տարիքից, իրենց ինտելեկտուալ հնարավորություններից, հաճախ երեխաները այս ամենին չեն դիմադրում, որովհետև նրանք պատրաստ են հուզականորեն աջակցել իրենց ծնողներին, պատրաստ են նրանց օգնել, լսել եւ խորապես ցավ են ապրում յուրաքանչյուր ծնողի համար, նրա ապրումների համար, բայց արդյունքում հոգեբանական տեսանկյունից այս երեխաները շատ տուժում են եւ կարելի է նույնիսկ ասել, որ խորը տրավմատիկ հետևանք է ունենում զույգի հարաբերությունների այս իրավիճակը երեխայի անձի ձևավորման մեջ։ Արդյոք այդ խնդիրների բույլը չի սկսում նրանից, երբ որ երեխա ունենալուց հետո հիմնականում մայրերը ավելի մեծ ուշադրություն են դարձնում երեխային, ինչ որ չափով անտեսում են, հա, իրենց զուգընկերոջը, եւ դրա հետևանքով կենտրոնանալով երեխայի վրա, այդ հարաբերությունները դրանից տուժում են։ Ես շատ ուրախ եմ, որ դու այդ հարցը տվեցիր եւ դիտարկելով հենց տղամարդու դիրքերից, այո, այս իրավիճակը շատ հաճախ հանդիպող երևույթ է, երբ որ մայրը երեխա ունենալուց հետո կարծես իր զույգի դերը զոհաբերում է ծնող լինելու դերին։ Շատ հաճախ նաև հասարակությունն է իրականում նպաստում այս ամենին։ Օրինակ, քիչ չեն դեպքերը, երբ որ կնոջ ասում են՝ դե լավ, ներուղամի տեղիր, մոռացիր, ոչինչ, կապ չունի թե ինչ է անում ամուսինդ, ուշ է գալիս, շուտ է գալիս, կամ ձեր հարաբերություններում ինչ խնդիրներ կան, դու մայր ես, կարևորը քո մոր դերն է եւ այլն, այսինքն հասարակության դերն էլ էս հարցում բավականին մեծ է, խրախուսելու եւ կարևորելու առումով հենց մոր դերը ի վնաս կնոջ դերի եւ այդ առումով կանայք իհարկե շատ հաճախ են այդ ծուղակը ընկնում եւ սա թվում է թե շատ լավ կարող է անդրադառնալ երեխայի վրա, որ երեխան ավելի լիարժեք, մոր ուշադրությունը, հոգատարությունը կստանա, բայց սա ծայրահեղ վատ անդրադարձ է ունենում, որովհետև երեխան իրականում կարող է առողջ մեծանալ, եթե ինքը տեսնում է առողջ հարաբերություններ իր ծնողների մեջ։ Ինքը տեսնում է իրականում կնոջ դեր, իրական եւ առողջ տղամարդու դեր, ինքը տեսնում է, որ տեսնում է իրական երկու սեռերի միջև գոյություն ունեցող հարաբերություններ, այդ հարաբերությունների ոճը, տեսնում է սեր իրենց միջև եւ կարողանում է նաեւ այդ հարաբերություններից որոշակի փորձ ձեռք բերել նաեւ իր սեռի եւ իր սեռադերային դրսեւորումների վերաբերյալ։ Նաեւ այստեղ շատ կարեւոր է, որ տարբեր սեռերի ծնողների հետ հարաբերություններ ստեղծելով եւ կայացնելով երեխան սովորում է եւ իր առաջին հարաբերություններն են լինում հարաբերությունը իր հակառակ սեռի ծնողի հետ եւ պատկերացրեք, որ երեխան անընդհատ ունենա ինչ-որ նեգատիվ մեսիջներ ստանա, այդպես բացասական ինֆորմացիա ստանա իր մոր կամ հոր կողմից մյուս ծնողի մասին։ Եվ այստեղ հա, ես լիովին համաձայն եմ, որ կանայք այդ ծուղակը ընկնում են, բայց չեմ կարող ասել, որ խնդիրները սկսում են իրականում այդ կետից, որովհետև այդ նույն խնդրի ձևավորման մեջ դեր ունեն նաև տղամարդիկ, որոնք շատ արագ զիջում են ծնողի դերը կամ չեն ստանձնում այդ դերը, այսինքն իրենք մի տեսակ ի սկզբանե համարում են, որ սա կանացի գործ է։ Այստեղ նաև մեծ ընտանիքն է նպաստում, օրինակ հաճախ ընտանիքի կանայք, մորաքույրեր, տատիկներ, ընկերուհիներ շատ արագ կարող են շտապել օգնել մորը իր երեխայի խնամքի հարցերում եւ ոնց որ իրենց վարքով ցույց են տալիս տղամարդկանց, որ դուք այստեղ անելիք չունեք։ Դուք հələ դեռ մի կողմ անցեք, սա կանացի գործ է, մենք կանանցով այս հարցերը կլուծենք եւ ձեր դերն այստեղ պարզապես չկա։
Ելնելով քո խոսքից նաև մեկ այլ հարց մոտս առաջացավ, երբ որ ասում են, որ ծնողը գործընկերաս հարկում իր երեխային մյուս ծնողին դեմ կամ մյուս ծնողի հետ հարաբերությունները ճշտելու համար, կարող ենք ասել, որ երեխայի առողջ հոգեկան առողջ զարգացման համար կարևոր է, որ զույգերը, ծնողները իրենց անձնական հարաբերությունները չկիսեն իրենց երեխայի հետ ընդհանրապես, այսինքն իրենց այդ ինտիմ տարածքը, հա, իրենց այդ անձնական տարածքը լինի երկուսի տարածքը եւ նույնիսկ վեճեր, խոսակցություններ, իրար հանդեպ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, հա, տարբեր մեղադրանքներ եւ այլն անեն առանձնության մեջ, առանց երեխաների ներկայության։ Այստեղ ես երկու հակասական կարծիքներ կուզեմ քննարկել։ Մի տեսակետը այն մասին է, որ ծնողները պիտի երեխաների ներկայությամբ չվիճեն եւ կոնֆլիկտներ չունենան։ Մյուս տեսակետն այն է, որ սա ուտոպիստական մոտեցում է եւ անհնարին է, ինչի հետ ես լիովին համաձայն եմ։ Անհնար է, որ երեխաները չտեսնեն իրենց ծնողների վեճերը եւ ծնողներն էլ իհարկե դերասաններ չեն, որ անընդհատ դերեր խաղան եւ անհնար է, որ իրենք չունենան այդ վեճերը։ Եվ ես որպես մասնագետ գտնում եմ, որ շատ նորմալ եւ բնական է, որ երեխաները երբեմն համականատես են լինում, համ մասնակից են լինում այդ վիճաբանություններին, կախված իրենց տարիքից, կարող են ինչ-որ կերպ միջամտել, որովհետև դրանք հաճախ ինչ-որ կենցաղային հարցերի շուրջ են լինում, համատեղ միջոցառումների շուրջ են լինում, ինչ-որ տարբեր իրավիճակների շուրջ են լինում, որոնց նաև երեխաներն են ականատես լինում։ Հիմա այստեղ կարևոր է գտնել այդ չափը եւ սահմանը, թե ինչ չափով կարելի է որ ներկա լինեն եւ ինչ պիտի ծնողները այս պարագայում անեն։ Բնականաբար պետք է որոշակի էթիկական սահմաններ պահվեն, այսինքն թե առանձին, թե երեխաների ներկայությամբ ցանկալի չի, որ զույգը կարմիր գծերը հատի, այսինքն շատ աններելի վիրավորանքներ իրար հասցնեն, մի տեսակ, ինչպես ասում են, գոտկատեղից ներքև հարվածներ հասցնեն, ամեն կերպ ձգտելով հաղթել մյուսին։ Եվ եթե այսպիսի բաներ տեղի չեն ունենում եւ երեխաները ներկա են լինում վեճին, որտեղ մարդիկ ինչ-որ հիմնավորումներ են բերում, պնդում են իրենց տեսակետը, փորձում են բացատրել իրար եւ այլն, այսպիսի դեպքերը կարող են երեխաների համար նաեւ շատ կարեւոր փորձ լինել։ Այն առումով, որ կարելի է վիճել, կարելի է բացատրել մտքերը, կարելի է իրարից նեղանալ եւ հետո էլ հաշտվել իրար հետ եւ դա բացարձակ աղետ չի եւ նորմալ մարդկային հարաբերությունների մի մաս է կազմում։ Բայց նաեւ կարեւոր է այսպիսի վեճերից հետո ամեն դեպքում իմ նկարագրածը մի քիչ իդեալական տարբերակ է, ես պատկերացնում եմ, այսպիսի վեճերից հետո, եթե օրինակ մեկը մյուսի համար ինչ-որ սահման է հատել, իրար վիրավորել են, ինչ-որ մեկը դուրս է եկել դուռը շրխկացրել, չգիտեմ, լուծում չի ստացել խոսակցությունը, այստեղ զույգը սիրելով իր երեխային, եթե նույնիսկ այդ պահին շատ բարկացած են մյուսի վրա, հոգում ինչ-որ տենց չեն ներում ինչ-որ բանի համար, այնուամենայնիվ պիտի զույգը փորձի երեխայի աչքերում պահպանել մյուս ծնողի արժանապատվությունը։ Այսինքն սա ինչ-որ ակցիա չի պաշտպանելու ծնողին, այլ ակցիա է պաշտպանելու երեխայի ներսում ծնողի մասին պատկերացումը, որը իրականում եթե պատկերացնենք երեխայի անձը սյուների վրա կանգնած, ապա հավասարազոր երկու սյուներից մեկն է։ Եվ մեր ծնողների մասին ունեցած մեր պատկերացումները, ինչպես նաև իրենց հարաբերությունների մասին ունեցած մեր պատկերացումները մեր անձի սյուներն են, որոնց վրա որ մենք կանգնում ենք։ Եվ եթե այդ հարաբերությունները շատ վատն են, եթե օրինակ, չգիտեմ, մայրը իր գործընկերն է սարքում, թիմակիցն է սարքում երեխաներին եւ ասում է գնացեք, չգիտեմ, այդ բան արեք, վերահսկեք ձեր հորը, որ չխմի, որ էլի էս ինչ բանը չանի, որ այդ օղին տարեք, թափեք, թաքցրեք։ Ես շատ բարդ իրավիճակի օրինակ եմ բերում, որ երևի մարդիկ շատ կդժվարանան այդ իրավիճակներում այդպես շատ ճիշտ իրենց պահեն, բայց
Սրանք իրականում սարսափելի վատ օրինակներ են երեխաների անձի ձևավորման համար, որովհետև իրենք մի ծնողի հանձնարարությունը կատարելով խորապես մեղքի զգացում են ունենում մյուս ծնողի առաջ, սա հետագայում շատ լուրջ հետևանքներ է ունենում այդ մարդու անձի ձևավորման մեջ եւ հետո նույնիսկ որպես ծնող իր սեփական դերը ստանձնելու մեջ է դառնում բավական լուրջ խոչընդոտ։ Այսինքն այստեղ ծնողների վեճերը կարող են լինել, կարող են նույնիսկ երբեմն ինչ որ բարդ բնույթ ստանալ, երևի թե երբեմն այդ անխուսափելի է, բայց ծնողները ամեն գնով պետք է փորձեն մյուս կողմի հեղինակությունը, անձը, դրական պատկերը մյուսի մասին պահպանել երեխայի մեջ եւ ինչ որ արդարացումներ գտնել երեխայի համար մյուս ծնողի մասին։ Այսինքն կարող ենք ասել, որ ցանկացած պարագայում եւ ցանկացած թեզության վեճի, անհամաձայնության կոնֆլիկտի դեպքում ելնելով ձեր երեխաների շահից շատ կարեւոր է, որպեսզի իր հոր կամ մոր, այսինքն ձեր զույգի հանդեպ, որից գուցե նաեւ բաժանվել եք այդ պահին, պահպանվի հարգանքի եւ գնահատանքի որոշակի աստիճան, որը թույլ կտա ձեր երեխային ավելի առողջ հոգեկան իրավիճակում ձևավորվել եւ զարգանալ եւ հետագայում ավելի առողջ ընտանեկան մոդել իրենց կողմից հենց ստեղծվի։ Միանշանակ ու ես կարծում եմ, որ սա անհնարին բան չի իրականում։ Մենք իհարկե ավելի շատ ունենում ենք օրինակներ ու տեսնում ենք, որ մարդիկ ամուսնալուծությունների դեպքում այդպես շատ լուրջ կոնֆլիկտներ են ունենում եւ հաճախ նույնիսկ դատական փորձաքննության ոլորտի աշխատակիցների անկեղծ փորձառությունը, որ կիսում են, հաճախ ասում են, որ նույնիսկ սպանությունների եւ շատ ծանր խոշտանգումների դեպքերը փորձաքննելը իրենց համար հաճախ ավելի հեշտ եւ ավելի տանելի է լինում, քան ամուսնալուծությունների դեպքում երեխաների հետ կապված երեխաներին իրար մեջ չկիսելու այդ իրավիճակներն ու դեպքերը, երբ որ իրենք անընդհատ ականատես են լինում երեխաների շատ ծանր ապրումներին, ծնողների միջև գոյություն ունեցող այս անվերջ կոնֆլիկտի հետևանքով։ Ու ես կարծում եմ, որ նաեւ դա է շատ լավ օրինակ երեխայի համար, հասունանալու համար շատ լավ փորձ, որ երեխաները սովորեն, որ մարդիկ թերություններ ունեն, սխալներ ունեն, անթերի չեն կարող լինել եւ կարող են նաեւ անլուծելի կոնֆլիկտներ լինեն, որոնք բերեն ամուսնալուծության, բայց դա որևէ կերպ մեզ իրավունք չի տալիս ջնջել են մյուս մարդուն կամ զրկել, չգիտեմ, այս արևի տակ գոյություն ունենալու իրավունքից եւ բոլոր արժանինքները այդ մարդու ջնջել։ Թերություններ ունենալ, խնդիրներ ունենալը նորմալ է, բայց մենք կարող ենք շարունակել այդ մարդկանց սիրել, շարունակել այդ մարդկանց մեր կյանքում կարևորել եւ արժևորել։ Սա շատ կարևոր փորձ է երեխայի համար։ Եվ մենք նաև տեսնում ենք, որ մարդիկ երբեմն այդպիսի փոքր խնդիրների եւ հակասությունների պատճառով կարող են նաև հասնել ամուսնալուծության, որովհետև իրենք դժվարանում են կոնֆլիկտը լուծել կամ դժվարանում են հարաբերությունների մեջ հարմարվել ինչ-որ բաների հետ, որոնք իրենց դուր չեն գալիս կամ որոնք ինչ-որ չափով չեն համապատասխանում իրենց ակնկալիքներին։ Կարող ենք մի կողմից էլ ասել, որ այս կոնֆլիկտների ընթացքում կարևոր է նաև, որ երեխան տեսնի, որ զույգերը իրար սիրում են, անկախ այն հանգամանքից, որ ունեն տարաձայնություններ, վեճեր, իհարկե խոսքը վերաբերում է նրան, երբ որ այդ կարմիր գծերը անցած չեն, որտեղ այդ դեպքերում արդեն կարելի է ցույց տալ հարգանքը, անկախ ամեն ինչից, բայց սիրո դրսևորումը, որ կարելի է անհամաձայն լինել եւ միաժամանակ սիրել եւ միաժամանակ հարգել, այդ կարեւոր է ցույց տալ, նույնիսկ այդ վեճերի ընթացքում։ Էլի շատ լավ հարց է, որովհետեւ սիրո թեման իհարկե շատ կենտրոնական թեմա է այս ամենի մեջ։ Ուրեմն, երբ որ ծնողները իրար սիրում են եւ ցույց են տալիս, որ իրանք իրար սիրում են, սա նախ առաջին հերթին երեխայի համար երջանկության, ուրախության զգացման մի մեծ աղբյուր է։
Երևի բոլոր ծնողները նկատած կլինեն, որ երբ որ իրենք գրկվում են կամ կոմպլիմենտ են անում իրար, կամ մեկը մյուսին համբուրում է, կամ չկատակ է անում, նկատած կլինեն, որ երեխաները աննկատ չեն թողնում այս իրավիճակները, անպայման արձագանքում են։ Դա էլ կարող է լինի, այո, բայց իրենք անպայման նկատում են այդ իրավիճակները եւ ուրախության արձագանք են տալիս կամ ուզում են իհարկե խառնվել եւ այդ նույն սիրուց իրենք էլ են ուզում բաժին ստանալ, բայց հոգեբանական տեսանկյունից ինչ հետաքրքիր մի բան է տեղի ունենում, երբ երեխաները տեսնում են ծնողների սերը։ Սրանով երեխաները ստանում են իրավունք սիրել մյուս ծնողին կամ սիրել այս երկու ծնողներին։ Ուրեմն, երբ որ երեխաները տեսնում են, որ մայրը չի սիրում հորը կամ հայրը չի սիրում մորը, երեխաները անգիտակցաբար կամ ենթագիտակցաբար ստանում են հաղորդագրություն իրենց ծնողից, որ սիրել այս ծնողին թույլատրված չէ։ Եվ պատկերացրու, որ այդ բնական իրավիճակը երեխաները սիրում են իրենց ծնողներին։ Բնական ինքնաբուխ ձևով իրենք սիրում են իրենց ծնողներին։ Բայց երբ որ նրանք ստանում են ծնողներից որևէ մեկից այդ անգիտակցական հաղորդագրությունը, որ սիրել այս ծնողին չի կարելի, նա սիրո արժանի չի, իրենց ներսում ստեղծվում է շատ խորը ներքին կոնֆլիկտ, որը կարող է ամբողջ կյանքում նույնիսկ չգիտակցվի եւ ամբողջ կյանքում նույնիսկ հոգեբանի սենյակում չդառնա քննարկման նյութ։ Այսինքն ուզում եմ շեշտել, որ այո, շատ կարևոր է, որ ծնողները երեխաների ներկայությամբ ցույց տան իրենց սերը եւ դրանով փոխանցեն այդ փորձը իրար սիրելու եւ տան այդ իրավունքը սիրելու թե այսօր իրենց ծնողներին եւ թե հետագայում ամբողջ աշխարհը եւ մարդկանց։ Եվ մենք նույնիսկ տարբեր հանցագործությունների, տարբեր սոցիալական արատների, դրսևորումների պատմության մեջ, այդ մարդկանց կյանքի պատմության մեջ մենք գրեթե ամեն տեղ հանդիպում ենք ընտանիքում սիրո բացակայության կամ պակասի կամ առհասարակ ստորացումների, նվաստացումների, բռնության եւ այլ նման դեպքերի, այսինքն ընտանիքում ծնողների միջև սերը իրականում ապահովում է հասարակության մեջ հասարակությունը, բնությունը եւ մարդկանց սիրող անհատների։ Զույգերն իրենց հարաբերություններում հատկապես այն փուլում, երբ իրենք դառնում են ծնող, չնսեմացնեն իրար նկատմամբ սիրո դերը, զոհաբերելով դա երեխայի նկատմամբ սիրուն եւ սիրո թեման պահպանեն ակտուալ իրենց ամբողջ կյանքի ընթացքում եւ այստեղ շատ կարեւոր է որ մենք իմանանք որ շատ դեպքերում սա մեր ձեռքում է կամ մենք կարող ենք այս թեման դարձնել երկրորդական եւ ուշադրության կենտրոնից դուրս բերել կամ կարող ենք դա առաջին տեղում որպես կարևոր եւ ակտուալ հարց պահպանել եւ խորհուրդ կտայի հենց այն ծնողներին, որոնք շատ անչափ սիրում են իրենց երեխաներին, իմանալ, որ առաջին հերթին իրենց կողակցին սիրելով եւ այդ սերը դրսեւորելով կարող են իրենց երեխաներին դարձնել երջանիկ անհատներ։